Ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի փաստաբանները դիմել են վերաքննիչ դատարան բողոքարկելով նրա երկամսյա կալանքը։ Փաստաբանները, որ ծանոթացել են դատարանի հիմնավորումներին, որոշումն ապօրինի են որակում։ Գործարարը 3 ուշ երեկոյան կալանավորվեց հենց դատարանի դահլիճից տեղափոխվելով քրեակատարողական հիմնարկ։ Մեր հակափաստարկները շատ էին, ինչպես նկատեցիք 4 ժամ անընդմեջ դատական նիստ է տեղի ունեցել եւ 4 ժամից 3.5 ժամը կարող եմ նշել, որ պաշտպանական կողմի ելույթն է եղել։ Բնականաբար այս քրեական վարույթի շրջանակներում ամբողջությամբ զետեղված նյութերը չեն խոսում քրեական օրենսգրքով մեղծագրված հիմնավոր ինչպես կասկածի մասին, այնպես էլ հիմքերի մասին, ուստի կարող եմ այս բան միայն նշել, որ որոշումը ակնհայտ ապօրինի է։ Փաստաբաններն ապօրինի են համարում նաև Կարապետյանին առաջադրված մեղադրանքը։ Գործարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչ հնչեցնելու համար։ Կարապետյանը ինքը իր մեղադրանքն անվանել է շինծու, կալանքը ապօրինի։ Մայրաթորին աջակցություն հայտնած Կարապետյանի փաստաբաններն ասում են, գործարարը ոչ թե իշխանությունը զավթելու, այլ եկեղեցի իշխանություններ հաշտության կոչ է արել։ Բացատրում, թե Կարապետյանն ասել է, եթե չլինի հաշտությունը, ինքն իր միջոցներով կփորձի երկու կողմերին հաշտեցնել։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Առանձնատան խուզարկությունը, միլիարդատիրոջ ձերբակալումն ու առաջադրված մեղադրանքը հաջորդեցին Մայրաթորին աջակցելու Կարապետյանի հայտարարությանը, որին անմիջապես արձագանքեց վարչապետը, խոստանալով պասիվացնել ակտիվացած գործարարներին։ Կարապետյանին այսօր Արմավիր քրեակատարողական հիմնարկում մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն են այցելել ու խորհրդապահական առանձնազրույց ունեցել նրա հետ։ Միլիարդատիրոջ կալանավորման թեմային այսօր նաև ազգային ժողովում անդրադարձան։ Ինչու է հիմա Սամվել Կարապետյանը այս իշխանության օրոք կալանավորված եւ ինչու է Ռուբեն Վարդանյանը Ալիևի ռեժիմի օրոք կալանավորված, այդ հարցի պատասխանը ես եւս գիտեմ, որովհետեւ դուք երկուստ էլ ատում եք հայ ժողովրդին եւ հայկական պետականությունները։ Ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Աննա Գրիգորյանը դատապարտեց գործարարի կալանավորումն ու հայտարարեց, թե այն հենց Փաշինյանի ցուցումով է եղել։ Վերջերս մի գրառում հայտնվեց, հիմա ես իմ ձևով կմիջամտեմ։ Առաջ գոնե ձև էին անում, որ կա իրավական գործընթաց, որ կան դատական պրոցեսներ եւ այլն, քննիչներն իրենք են ինչ-որ գործընթացներ իրականացնում։ Հիմա SMS-ների, WhatsApp-ով SMS-ների փոխարեն ուղղակի գալիս է Facebook-յան արդարադատությունը, Facebook-յան ուղիղ ցուցումներով մարդիկ են կալանավորվում։ Սա է այն համակարգը, որ դուք ստեղծել եք։ Զանգովի արդարադատության դեմ եք պայքարում իջև 18 թվականը։ 18 թվականից հետո մի հատ upgrade եղավ ու ստացվեց Facebook-յան արդարադատության իրականացում։ Իշխանություններին քննադատություններից հետո վարչապետն արձագանքեց, որն էլ լեզվակռվի պատճառ դարձավ։ Փաշինյանը սակայն չանդրադարձավ ընդդիմադիր падգամավորի մեղադրանքներին։ Իշխանական падգամավորներն էլ ուղիղ չանդրադարձան Կարապետյանի խափանման միջոցը քննած դատավորին ճնշելու ընդդիմության մեղադրանքներին։ Իշխանականներն իրենց հերթին եկեղեցուն մեղադրեցին դատական համակարգի վրա ճնշում բանեցնելու համար։ Եվ սա ինչ է, եթե ոչ Մայրաթորի կողմից դատական իշխանության նկատմամբ ճնշում եւ հարձակում։ Բա մեզ ամեն օր ասում եք եկեղեցի եւ պետությունը իրարից անջատ են։ Բա որ անջատ են, Մայրաթորը ինչ գործ ունի դատական ակտերի հետ։ Մայրաթորը 3 քննադատել էր Ռուսաստանաբնակ գործարարին կալանավորելու դատարանի որոշումը։